Սահմանամերձ Կիրանց գյուղում 470 գրանցված բնակիչ կա, սակայն մշտական ապրողների թիվը շուրջ 370 է, կան նաև նոր գրանցված մարդիկ։ Ըստ վարչական ղեկավար Կամո Շահինյանի, սահմանամերձ եւ առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար պետական աջակցության ծրագրով մի քանի հոգու, ովքեր գյուղի բնակիչ չեն եղել, հատկացվել է 16 միլիոն դրամ, իսկ կիրանցեցիները ստացել են 21 միլիոն։ Ու կառուցվել է կառուցումը այս պահի դրության 54 բնակարան ու կառավարության նոր որոշմամբ ասենք 10 բնակիչի 10 բնակարանի նորից թույլտվություն ունենք Եվ վարչական ղեկավարը եւ մյուս բնակիչները պնդում են, որ Կիրանցը լքելու մտադրություն ոչ ոք չունի, նոր տներ են սարքում, հներն էլ վերանորոգում, տներին կից հողամասերը դատարկ չեն մնում։ Ով իրան տան մոտ ունեցել է տարածք տունշիրելու, իր տան մոտ աշել, որը չէ, քանի 45 տան է սարքել է, ոչ ոք գյուղից չի բացակայել, բացարձակապես, ոչ ոք։ Ըստ Կամո Շահինյանի, գյուղում նոր բնակարաններ կկառուցվեն, ցանկություն հայտնողներ կան, նրա խոսքով ջահելները մնում են, գրեթե արտագաղթ չկա, ավելին գյուղը երիտասարդացել է։ Մոտորապես մի 10-12 ծերք ունենան, մնացածը լրիվ երիտասարդներ են։ Իհարկե ես էլ եմ երիտասարդ, դրա համար եմ ասում։ Ինչով են հիմնականում, ինչով են։ Հիմնականում, ասենք, այն ժամանակ էլ սահման են կանգնելու, զինվորական, այսօր էլ ասենք սահմանապահ զորքերը են, անասնապահության, հողագործության։ Այստեղ շատերը հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում, հիմա ինտենսիվ այգիների նոր ծրագիր է ներդրվել, որը վարչական ղեկավարի խոսքով կարող է նպաստել այգեգործության զարգացմանը։ Մայիսի 2-ին վերահոսվեց Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որն այսօր բավականին շատ այցելուներ ունի։ Օրինակ մենք ունենք 19-րդ դարի եկեղեցի Սուրբ Երրորդություն, որ արդեն փլուզված ընդամենը այն կամարներն էր մնա։ Դա կառավարության կողմից ֆինանսավորվեց եւ վերակառուցվեց։ Սահմանամերձ այս գյուղում նաև զբոսաշրջիկների խմբերի հանդիպեցինք, այդ թվում արտերկրից, որոնց գրավում է տեղի տեսարժան վայրերն ու հարուստ բնաշխարհը։ Երևակայի Կիրանցն էլ туриզմի զարգացման ծրագրում ընդգրկվել է։ Հնություններ էլ ունենք, ասենք եկեղեցիներ, մեր անտառները, մեր բնությունը շատ գեղեցիկ է։ Տեսարժան վայրերի պակաս չունի նաև հարևան Բերքաբեր գյուղը։ Կիրանցից այնտեղ հասնելու համար այսօր ընդամենը 10 րոպե է պահանջվում, իսկ Մարսկենտրոն Իջևանից 27 րոպե։ Даже Իջևանից տաքսին չէր գյուղ մտնան, միջև Սարգյուղ եկալ։ Հիմի լարևանտ իր գազաֆիկացումն արվել է, նոր արդեն վերջացել է։ Ռոռոկման ու խմելու ջուրը։ Ռոռոկման ջուրը քաշել են, նասոսներ են դրել, խմելու ջուրը հիմա սարքում են։ Բերքաբերը բերք ու բարիք ստեղծող մարդկանց գյուղ է, գրեթե բոլորն ունեն իրենց այգիները, որտեղ օրնիբուն աշխատում են, չարչարվում, իսկ երեկոյան դադար են առնում գյուղամիջյան զրուցարաններում։ Եթե չես աշխատում, չես կարող ապրես։ Ես այսօր շատ լավ ապրում եմ, որովհետև առավոտի ծիրիկուն այս տարիքին ես աշխատում եմ։ Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի հողագործը կարողանա աշխատել եւ լավ ապրել։ Նրանք անհնարինը չեն պահանջում, անհրաժեշտ է ընդամենը ոռոգման եւ խմելու ջուր, կենցաղի համար տարրական պայմաններ։ Կիրանցում եւս ինչպես հարևան գյուղում փորձում են այդ պայմաններն ապահովել։ Ջուր է քաշվում, այսօր կառուցվում է ոռոգման ջրի ցանց, կառուցվում է նոր խմելու ջրի ցանց։ Կիրանցի վարչական ղեկավարի խոսքով տեղաբնակները մեծ դժվարությամբ են հաղթահարում սոցիալական խնդիրները, ոչ բոլորն են սոցիալապես ապահով եւ անհոգ, սակայն երբեք չեն մտածել գյուղը լքելու մասին, ավանդաբար միշտ մտածել են իրենց հողն ու շենը ամուր պահելու մասին։ Կիրանցը կա, եղել է եւ կլինի, ամուր կանգնած։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տավուշի մարզ։